Դա ինչ պատահեց, գիտեք, մինչև այս հարցերը անցյալ անգամ էլ որ մենք եկանք Անդրանիկ Միգրանյանի հետ ենք, չգիտեմ դուք երևի մասին գրեցիք, ասեցիք, համարյա նույն պատմությունն էր։ Անդրանիկ Միգրանյանին թույլ չտվեցին մտներ ներս։ Հիմա ես այստեղ անցկացնում եմ միջոցառում, իմ ընկերները, գոլեգաները Ամերիկայից եկել էին, բավականին մի 12 ընկերություններից մարկար, մենք քննարկելու ենք մեր բիզնես խնդիրները։ Իհարկե, առանց պատճառի 2.5 ժամ մենք մնացինք օդանավակայանում։ Պատճառը շատ պարզ է, ինձ թվում է, իմ կարծիքով ես ասեմ, պատճառը նրա համար է, որ երևի ես բավականին շատ ակտիվ մասնակցում եմ Հայաստանի քաղաքականությանը, հասարակական գործերին եւ բարեգործական։ Երևի պատճառներից մեկն է, որ ինքը երևի մի խնձոր չի նվերել որուցե մեկին, կամ չի տվել։ Այսինքն ես չգիտեմ էլ այդպիսի մի բան արել է, բայց Աբրահամյան Արան ինչ է արել։ Աբրահամյան Արան փախստականներին մոտ 200 քվարտիրա նվիրել 2-3 սենյականոց։ Հայաստանում, այո, Հայաստանում։ Այս գիրքը կա, տեսեք, 20-ամյակի գիրքն է Ռուսաստանի հայերի միության արած գործերը։ Նախ ասեմ Ռուսաստանների հայերի միությունը ֆինանսավորում եմ միայն ես։ Ուղիղ 100%։ Մենք երբևիցե փող չենք հավաքել, երբևիցե մեկն էլ որից $1 կամ 1 ռուբլի փող չի ներդրել։ Որ այստեղ կարդակ շատ երկար, շատ կան, բայց հիմնական բաներն ասեմ, որ մենք մասնակցել ենք տես մարդկանց փախստականների հարցով, մենք մարդկանց վերականգնել ենք, վերանորոգել ենք քուրերի միավորման հիմնական գրասենյակը, քուրերի միավորման կուլտուրայի պալատը, մասնակցել ենք տոտալ մոտ 25000 կոմպյուտերներ ամբողջ Հայաստանով մենք դպրոցներ, բանակ, Հրաբաղ, այո, մենք դասարաններ ենք բացել, մենք մասնակցել ենք ունենք Հրաբաղում դպրոցի կառուցմանը, 600 տեղանոց, միայն դպրոց չէ, սպորտ կոմպլեքսով եւ այլը, տեսեք, ասում են Ղարաբաղ, չէ, այդ մասին խոսանք մենք Ղարաբաղին, բայց գործան ենք կառուցել, որպեսզի այնտեղ աշխատեն այդ գործանը եկամուտները տրվի, ասենք այդ ուսուցիչներին եւ այլը դպրոցի վերանորոգմանը եւ այլը։ 6 ստեղծագործական միությունների հետ, պլյուս ազգային ակադեմիային ամեն տարի մենք մրցույթներ ենք անցկացրել, որպեսզի մեր, ասես, էլիտան կարողանա իր չի հաստատվի, իրանց տեղը գտնեն։ Երիտասարդների հատուկ մրցույթ ազգային ակադեմիայում ֆոնդեր ենք բացել, ես անձամբ $100,000 ներդրում եմ արել գրողների միությունում այնտեղ վեցնել դա է փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի ասենք այստեղ այս ստեղծագործական միություններում շուտ իրանք մի քիչ լավ զգան։ Ես զարմանալի մի բան ասեմ, մեկ շտամ 2 տարի առաջ երևի եղա գրողների միությունում, ես այդպիսի բան չէի տեսել։ Ես ցեկայի գարաժի հետև այնտեղ էինք մնում, ժամային ժամանակ դպրոց էի գնում Աբովյանի երկրորդ դպրոց։ Գրողների միության կողքով էի անցնում։ Շատ վաղ 11-րդ կողմից անցնեմ, էլի։ Դա մեծ պատիվ էր։ Տեսեք այսօր ինչ վիճակի մեջ է, ինչեր են ասում։ Այսինքն բայց մենք բոլորի հետ աշխատել ենք, բոլոր ստեղծագործական միությունների հետ։ Գիտեք, եթե ես թվեմ, հավատացեք, երևի մի 2 ժամ ժամանակ է պետք։ Այստեղ, տեսեք, մեր այո, աղայան այո, մի ասեք, ես գիտեմ աղայան Վլադիմիր այստեղ պետք չի ասել, ինձ խնդրում եմ մի հուշեք ոչ մի բան աղայան այստեղ է, Վալոդյան, որ աշխատել է վիցեպրեզիդենտներ 20 տարի, ինքը եթե հարցնեք, ինքը կարող է պատմի, ինչ որ, ես չեմ հիշում,
հազարավոր դեպքեր, երկուսը օրինակ բերեմ, դե ասենք Մոսկվայում ես նստած տելևիզոր եմ նայում, մեկ էլ ցույց են տալիս ինչ-որ մի տեղ, մի շրջանում մոռացել եմ 5 երեխա ունե, տունը վարվել է, շուտ տնական կենթանիներ, բավականին տուժվել է, զանգում եմ, ասեմ, Վալուդյա ջան, ես խնդրում եմ գտնեք այդ մարդկանց, մի հատ նոր տուն առնեք, ամեն ինչ անեք, իր ներկայությամբ եմ ասում, դուք հետո կարող եք հարցնել, թող անուն ազգանունս, ես չգիտեմ, չեմ տեսել, չեմ էլ հանդիպել։ Իր ամեն ինչով, մեբելով, ամեն ինչով տնային կենթանիներով գտակ, որտեղ ես մի մոմենտ պատկերացրեցի, որ մենք էլ ենք 5-4 եղբայր մի քուր, իրար հետ մեր գյուղում մենք ապրում ենք, եթե հանգարց այո, մի բան ելներ, շուտ մեզ օգնություն ցույց տային, չնայած չեն տվել, բայց ամեն դեպքում դա ինչ ուրախություն կլիներ։ Մենք ինքներս ենք մշակում, այ ասեմ ձեզ մի կիլո խաղող, որ պակասել է, մի կիլո շատ չէ, 46 կոպեկ էին ընդունում։ Դա մեր համար ազդում էր, եթե մի 3 կիլո կամ 4 կիլո քիչ ենք ստանում բերքը, որտեղ հանձնում ենք, այդ նշանակում է ես պետք է երևի սանդալիկներ չունենամ, գնամ առանց սանդալիկների կամ 5 կոշիկներով գնամ դպրոց։ Ես գիտեմ այդ գյուղացիների վիճակը, ես դա շատ լավ գիտեմ։ Երեկ էլ էլի Մալշկայում էի, ասեմ, շատ ափսոսում եմ, որ ես մեր լավ երկիրը առաջ գնալու փոխարեն մենք հետ են գնացել եւ հետ են գնում։ Եթե վերցնեք օրինակ հեռու չգնամ հələ մեր գյուղի բյուջետը, որ հարցեցի, որ 500,000 տարի մնա իրանք հետ են գնում, չի կարող, հնարավոր չի մի բան ուղղվի, ասենք ճանապարհներ կառուցի կամ ինչ-որ մի բան, որ ուղղվի գոնե լավանա էլ այդ իրավիճակը եւ մարդկանց իրավիճակը։ Դե մենք դրանով ենք զբաղվել, դա ենք արել։ Ես մի դեպք էլ հիշեմ, ուրեմն եկեղեցին էինք ռուսական բացում, մի հատ կույր աղջիկ եկավ, ասաց պարոն Աբրամյան, ես կույր եմ, էլի չեմ տեսնում, բոլորին դիմել եմ նախագահներին, 3 նախագահներին էլ բան մի հատ բնակարան տվեք, էլի տուն չունեմ, բնակարան չունեմ, ասեցի խնդիր չկա, կանչեցի օգնականին այստեղ, հիմա այստեղ չէ Արթուրին, ասի Արթուր, մի հատ քանի բնակարան սենյականոց եք ուզում, ասեց 2 սենյականոց, ասա լավ է, ասի գիտեք ինչ կա 2 սենյականոց բնակարան կգտնես, որտեղ որ ինքը ուզում է, կառնես, ամբողջ վերանորոգումը կանես, կահույքով ամեն ինչով կանցնես իրան։ Այս աղջիկը լսեց, ասեց, բայց պարոն Աբրամյան, ասեց, խափում եք, ասեմ չէ, չեմ խափում։ Միանանք ստացեք, շատ ամենամոտիկա ինչքան հնարավոր է արագ, այդ ամեն ինչը կարող ենք անել ձեր համար, վերցեցինք, արեցինք եւ տվեցինք։ Այդպիսի հազարավոր դեպքեր կան, հազարավոր։ Ես կարող եմ ասել Ռուսաստանի հայերի միությունը 640 քաղաքում մասնաճյուղ ունի Ռուսաստանում, դե գիտեք, իր համար առաջի հասարակական կազմակերպությունն է։ Դա ասում է Ռուսաստանի դաշտության նախագահը եւ օրինակ է մեզ բերում։ Այնպես որ այդ երևի դրանց համար, որ շատ եմ անում, շատ եմ օգնում, դրա համար լավ չի էլի։ Ես ասացի, Ամերիկայում ելույթ էի ունենում, դեստեղ գիտեք, թղթակիցներին շատ են սիրում, բոլորը գալիս են, հերթ են կանգնում, հազիվ եմ կարողանում անցնեմ իրանց մեջից, բանա, ելույթ էի ունենում, գիտեք, խնդիրը ինչն է կանում։ Իհարկե ինքը ուզում է, որ մեզ վախացնի։ Ինքը ուզում է, որ ես վախենամ, եւ բոլորը վախենան։ Տեսեք, ես մի անգամից տարածեցին բան, Աբրամյան մեկ ասաց 10 ժամ, մեկը 5 ժամ, մեկը 2 ժամ, մեկը ասաց ես իմ ինչա, շուտ թերթեմ որ նայեք, ինձ ես չեմ կարդում, ասացին բա, գրում եմ որ ես եկել եմ, թալանում եմ, 17 միլիարդ փող եմ գողացել, ես իմ ինչ եմ արել եւ այլ հազար ու մի բան։ Ուզում եմ վախեցնել։ Ցավոք սրտի ինքը պետք է վախենա։ Ինքը ես ոչինչ չեմ արել որ վախենամ, այն ինչ որ ես եմ արել, ես շուտ մի մասը ձեզ ասեցի, բայց ինքը վախենալու տեղ ունի, որտեվ եւ կոնստիտուցիա իր խախտման եւ ինչ որ այսօր կատարվում է։ Տեսեք իր ուշ մի ասած չի կատարվել։ Ասում էր Ղարաբաղը մերնա վերջ, ես բոլորս պետք է ամեն ինչ անենք որ Ղարաբաղին
բայց տեսեք ինչ եղավ։ Հիմա իրենց միտինգ էր Ղարաբաղցիներին։ Գիտեք, եթե ինքը չի ափսոսում, որտեվ ինքը այնտեղ դպրոց չի կառուցել, մանկապարտեզ չի կառուցել, այնտեղ ոնց ասեմ, չի մասնակցել այդ կյանքի Ղարաբաղի, ինքը հոգի սիրտ չի դրել, աշխատանք չի դրել։ Գիտեք, ես որ ասում եմ, տեսեք դպրոց եմ կառուցել, չէ, $6 միլիոն, իր ֆուտբոլի դաշտով, սպորտային կոմպլեքսով, ամեն ինչով։ Ինքը չի արել։ Ես մեծ ուրախությամբ, դա նշ չի, որ ես $6 միլիոն ունեի, դրեցին դեղ։ Ես $6 միլիոն չեմ, $600 միլիոն կարիք ունեմ։ Ես եղբայրներ ունեմ, ընկերներ ունեմ, որ կարող է ես իրանց տայի, չէ՞, բայց ես ասում եմ, գիտեք ինչ կա, դուք շատից վատից լավ եք ապրում, բայց ինքան մարդիկ կան, որ դրա կարիքը ունեն։ Ես չեմ կարող։ Խիղճ հասկացողությունը այսօր մեր վարչապետը չունի։ Խիղճը գալիս է այն ժամանակ, եւ որ խիղճն է ուզում, ոչ թե եւ որ մենք ենք ուզում։ Եվ գալիս ասում եք, ես տեսեք, դուք ռեստորան նստած եք, ուտում եք բան, բայց այնտեղ սոված մարդիկ կան։ Չի լինում ուրախանալ։ Այդ դա է, ցավոք սրտի մեր մոտ մի քիչ էլ տեսասեմ, այդ տեսեք ինտելիգենցիայի վիճակը, բիզնես էլիտայի, ոչինչ չեն ասում, ամեն մեկս առանձին ենք։ Դե վերցեք հեռու չգնանք Գյումրի ընտրությունները։ Ես չեմ ուզում քննադատել, մի շուտ ասեմ, ես ուզում եմ ասեմ փաստերը։ Ես միայն փաստերն եմ ասում։ Տեսեք, միասնականություն չկա։ Միասին որոշումներ կայացրած չկան, թե ոնց պետք է լինի։ Խախտումները, իրանք չգիտեմ, ինչ որ լսել եմ, ասում են հեռուստատեսությամբ, ինչ որ բավականին խախտումներ կան։ Ես իմ լույսն է գնացել, այս է եղել։ Գիտեք, եւ որ խախտումներ, չգիտեմ, ոնց է եղել, ինչ է եղել, բայց ամեն դեպքում, եւ որ մենք ուզում ենք մի բան փոխենք եւ չենք կարող միանալ, եւ դա անձնականացնում ենք։ Մեր մոտ հայրենիք բերել են այն վիճակին, որ մենք հայրենիք հասկացողությունը չունենք։ Օրինակ լավ հասկացողություն ունենք, դա չհասկացանք, ախպերներ են, ոնց կլինի ասենք, այս մարդը այսպես է, անուն չտամ։ Բայց մենք սենց կամ իրար հետ մենք չունենք։ Գիտեք ինչ կա, մենք մինչև չհասկանանք հայրենիքի շահ, միասնականություն, թե դա ինչ է լինում։ Դա լինում է միասնականություն, հայրենիք շահը, բոլորս հավաքում ենք, ընտրում ենք մեկին, որը ի վիճակի է այս վիճակից դուրս անի։ Ոչ թե վատին ամեն անգամ վատ։ Այդ դա է կարևորը։ Բայց տեսեք, այն մեկը սենց ասում, մեկը տես փողի համար է անում, չգիտեմ, այս 20 տարի, 30 տարի, 27 տարի հայրենիությունը կա, 27 տարի ինչ ասես ասում են։ Բայց ես հարյուրավոր միլիոններ, այ մի հատ ես կուզենայի այս թուղթը մի հատ մեր հարկային տնտեսությունից Ռուսաստանին։ Տեսեք ինչքան գումար ենք ծախսել։ Դա մի քանի $100 միլիոն է, որ ես ծախսել եմ հայրենիության, բարեկարգության, մարդկանց օգնելով, մարդկանց կյանքը փրկելով, ոչ միայն այստեղ եւ դրսում, ոչ միայն հայերի, այլ ազգերի, даже ամերիկացիների։ Անցյալ տարի ես միայն 3 հատ ամերիկացի օգնեցի, դուրս եկան գնացին։ Այստեղ ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը մենք պետք է հասկանանք, այդ միասնականությունը։ Ինքը վախացնում է, թե ինքը ինչ վախացնի։ Բա ինքը իրանով վախացնի։